Ողջույն սիրելիներս, ես Անժելան եմ, այսօր կատարել ենք մեծ unboxing Temuից և Sheinից իմ Ibiza ճամփորդության համար։ Ինձ նաև կարող եք հետևել Instagram-ով, քանի որ այնտեղ կգտնեք իմ բոլոր լուքերը և կարող եք հետևել նաև իմ ճամփորդություններին, այնտեղ հետաքրքիր փաստեր կասեմ, որը ավելի կհեշտացնի ձեր ճամփորդությունները։ Դե ինչ գնացինք, քանի որ ես առաջ անգամ եմ պատվիրում Temuից, իմ համար շատ ռիսկային էր, որովհետև պետք է մի քաններից գնամ Ibiza ու ինձ պետք էին այսպիսի կիսաճիծկավոր կոշիկներ, եթե սխալ եմ ասում դուք կոմենտներում, որը որ ուրիշ տեղից պատվիրելու դեպքում բավականին երկար ժամանակ էր պահանջելու, որպեսզի իրենք հասնեին, որոշեցի ռիսկի գնամ ու պատվիրեմ Temuից, ու ի զարմանս ինձ որակապես շատ լավն են, գինը, եթե չեմ սխալվում, գրեթե 6000 դրամ են արժեցել, այստեղ վերևում ճիշտ գինը կթողնեմ, ինչպես նաև նկարեմ, միգուցե դուք էլ ուզենեք պատվիրեք։ Իբիցան շատ հայտնի է իր ծովափնյա կյանքով ու յախնդիրներով, ու նաև այնտեղ մարդիկ շատ հագնվում են բողոս ոճի մեջ, դրա համար պատվիրել եմ այսպիսի կոշիկներ ու դրա հետ համադրել եմ այսպիսի ժակետ։ Դրա համար շատ լավն ապատվեց։ Քանի անգամ ասացի շատ։ Հաջորդը այսպիսի սրբիչ եմ պատվիրել, քանի որ մենք չունենք շատ ճամպրուկի մեծ տեղ, դրա համար պատվիրել եմ շատ բարակ, այստեղ կարող եք տեսնել սրբիչ, որը որ այնտեղ ծովափում կօգտագործեմ, նաև ինքը քաշով շատ թեթև է, տանելու համար շատ հարմար է, այս պատվերներից հետ միասին, Temun ունի մի հատ հավես պահ, որ դու կարող ես ընտրել մի քանի նվեր ու իրանք որոշակի պատվերների դեպքում անվճար են գալիս, ես քանի որ լինելով արևային ակնոցների մեծ սիրահար, պատվիրել եմ ակնոցներ, մեկը, եթե ինձ հետևում եք Instagram-ով, արդեն շատ տեսած կլինեք իմ վիդեոների մեջ, այսպիսի ակնոցներ են, և երկրորդը, եկեք միասին բացենք, իրական երկրորդը, ճիշտն ասած, այդքան էլ չեմ հավանել, որովհետև իմ ոճը չի, բայց կարծում եմ նկարների մեջ օգտագործելու համար հետաքրքիր միգուցե ոչ հաղորդի, չգիտեմ, դուք ասեք, որ մեկն էր ավելի շատ սազում պատվերս, որը որ Temuից կրկին նվեր է եղել, այդ սենց ականջին դրվելու քափեր են, ոսկեգույն, որակապես այնպես չի, իրենք շատ լավն են։ Իսկ հիմա եկեք անցում կատարենք Sheinի ապրանքներին, որը ես նույնպես չեմ տեսել, ու միասին տեսնենք, թե այնտեղ ինչ կա, ու վերջում կգնահատենք միասին արդյոք Shein, թե Temu։ Ինչքանով որ հիշում եմ իմ պատվերներից, Sheinի պատվերների մեջ շատ կան զարդեր, այնտեղ որոշել եմ շատ օգտագործեմ զարդեր ու հետաքրքիր զարդեր, դրանցից մեկը այս ականջովերն են։ Վայ, ինչ լավն է, շատ լավն է, տեսեք, այսպիսի պայսակ եմ պատվիրել, շատ սիրուն է, շատ սիրուն է, ցնտիրաթելով, այնտեղ քանի որ պայուսակ բռնելու այդքան էլ հարմար չի, հեռախոսի, գումարի ու տենց փոքրի իրերի համար, շատ հավանեցի։ Դրան շատ երկարից պատվեցեք։ Շատ երկարից սպասում, որովհետև երկար մտածում էի պատվիրեմ թե չէ,
Էս ինչ լավն է մատերիալը, շատ լավն է կտորը, հույց էս ինչ կարճա, շատ կարճա, բայց կարծում ընդեղի համար նորմալ է, այսպիսի յուբկա է ու ինչ տրվող սենց ինքը այսպես մեջքին կապովի այսպես պոպա թապանցիկա նու ընդեղի համար նորմալ կլինի, որովհետև ծովափա կարծում եմ կամ լողազգեստի վրայից հագնելու դեպքում շատ սիրուն կլինի, նկարվերում կտեղադրեմ, ընդհանուր տեսքը կտեսնեք գնահատում եմ 10-ից 10 շատ լավներ շատ սիրել եմ մարզերի հայ գույները նիսություն է մարզերի ծավիկներ այս հրաչին երկու տարում շատ թրենդային են, ուղղակի այս գույները շատ հավանեցի, դրա համար եմ պատվիրել, կարծում եմ շատ սիրուն կարելի է համադրել իրենց։ Տեսնենք։ Այստեղ ունեմ լողազգեստներ, երկու լողազգեստ եմ պատվիրել, մեկը այսպիսի տարբերակ է, սենց լիմոններով, շատ սիրուն է գույները, իրականում երկար ժամանակ ես այս պատվերս անդադ ուզում էի պատվիրեի ու հենց գալիս էր պատվիրելու պահը ցույց էր տալիս, որ իմ չափսը չկա ու հիասթափվեց ուրիշ լողազգեստ էի արդեն ուզում պատվիրեի, վերջի պահին տեսա, որ նորից հայտնվել է իմ չափսը ու այս պատվիրեցի ու ընդհանրապես չեմ փորձում շատ սիրուն է, այս տարի մանավանդ շատ թրենդային են այսպիսի ցիտրուսային նկարները ու շատ հավանեցի, կարծում շատ սիրուն կլինի ավելի ոչ թե լողալու կամ ծովափին հագնելու համար եմ պատվիրել, ավելի իվենթներին, համերգներին գնալու համար եմ պատվիրել, ինչ-որ հետաքրքիր համադրության համար որակապես շատ լավներ, ես բացարձակ չէի սպասում, որ սենց է լինելու որակը, որովհետև մտածում էի, որ կարող է շատ էժան տեսք տա, բայց շատ սիրուն է գույները, կարծում կարողանանք սիրուն համադրենք, շատ լավն է։ Ու հենց այդ լողազգեստից հետ ինչ ոչ համադրելու համար, այստեղ այսպիսի տատուներ եմ պատվիրել, թիթերի տեսքով, հիմա մոտիկից ցույց կտամ։ Ուզում եմ իրենց աչքերիս կողքերը փակցնեմ, հետևեք իմ ինստագրամին, որպեսզի տեսնեք, թե ինչ տեսք է ունենալու, կարծում եմ, որ շատ սիրուն է լինելու։ Նաև այս տարի ուզում եմ, եթե տեսած կլինեք, ծովափին, մայրամուտին շատ սիրուն նկարներ է ստացվում, ուզում եմ այդ նկարներից կրկնեմ ու այսպիսի ծաղիկ եմ պատվիրել։ Սիրուն է թե չէ, իրականում որակը իմ կարծիքով այդքան էլ լավը չի, բայց կարծում եմ նկարների մեջ այդքան էլ չի եղել։ Այսպիսի հեռախոսի հետևին փակցնելու համար բան եմ պատվիրել, սիլիկոն, որը կպնում է թե հայելիների վրա, թե ապակու վրա, որպեսզի այնտեղ ավելի հեշտ լինի նկարվելը, չգիտեմ լավն է թե չէ, փորձարկեմ անպայման կասեմ։ Oh my god, this is սիրուն է։ Շատ սիրուն է։ Սենց ցեպ եմ պատվիրել գունավոր, սենց իրար հետ համադրելու համար, շատ սիրուն է, գույները, շատ լավն է, կարծեմ շատ սիրուն կլինի լողազգեստերի ու ծովափնյա թեմատիկայի մեջ, որովհետև համ շատ գունավոր է, համ շատ հետաքրքիր է,
Այս քեյսին շատ էի սպասում, ես շատ եմ սիրում քեյսեր, բայց ես կոնկրետ պատվիրել եմ այնտեղի համար, որպեսզի հեռախոսս կախեմ այսպես, քանի որ ոչ միշտ այնտեղ հարմար լինելու վերցնել պայուսակ կամ չգիտեմ տենց մի բան, բայց ես չեմ հասկանում ես որտեղից պետք է։ Ինչ ոտ, ես հատուկ ընտրել էի, որպեսզի ավելի ամուր փելով լիներ, որ ավելի ապահով լիներ հեռախոսս, բայց ասենք եկել է ասենք երկաթներով ու կպնովի, չգիտեմ, սկոճանման բաներով, որ ընդհանրապես պետք է կպցնես հեռախոսիդ, այս կոճով երկաթը ու դրանով այս կախես պատյանից, ես չգիտեմ, սա կպահից թե չէ։ Շատ ոտնու, գույները շատ սիրուն է, բայց այս բոքսների մասը շատ ոտնու։ Եվ կփորձարկեմ կասեմ, եթե չէ, չգիտեմ, տխրեցի, 10-ից 5, շատ ոտնու։ Անո, սենց գիշերանոց եմ պատվիրել, կտորը սինթետիկ կտոր է, բամբակ չի, բայց ձեռք տալուց հաճելի է, այս շորտն է, այսպես, ու վերխը այսպեսի տոպ է, սենց մեջքը սենց, թապացիկ, որակը շատ լավն է, գնահատվում 10-ից 10 Հիշում եք, որ ասում էի շատ են զարդերը, այս ևս մի զարդ է, այսպիսի ծովափնյա թեմատիկայով, ես իր սիրուն է գույները, շատ սիրուն է, 3 կտորից է բաղկացած, այս սենց, իրան կախում ես, շատ սիրուն է, պատկերացնող իմ սիրուն է լինելու, այստեղ մնաց երկու բան, այսպիսի սիլիկոնին եմ պատվիրել, իրենք շատ հարմար են ամռանը, մանավանդ մելուկը բաց շորերի, տարբեր բլուսկաների հետ, ես իրեն շատ եմ օգտագործում, ինքան որակապես լավն են, ու վերջին բանը, որ պատվիրել եմ, էլի զարդ, այդ փորի համար նախատեսված շղթաներ են, շատ ոտոտ է գալիս, Չինաստան գալիս, էլի 3 հատից է բաղկացած, այս մեկը սենց սրտիկ է, այս տեսքն ունի, ինչ ձևը խճճված, մեկը սենց ուղղակի ուլունքները, և հաջորդը, իրականում ես ոսկեգույնն էի ուզում, բայց 4 հատ է, Ես ոսկեգույնն էի ուզում, բայց ոսկեգույնը չկար, դրա համար ստիպված արծաթագույնը վերցրեցի, մեկը էսպես, ու սենց, գնդիկներ, շատ սիրուն են, հուսամ սիրուն կկարողանամ համադրեմ, դե ինչ իմ unboxing-ը այսքանն էր, հուսով եմ ձեզ դուր եկավ, կոմենտներում կարող եք գրել, որ ավելի շատ հավանեցիք, անպայման բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, որպեսզի պես չթողեք իմ նոր վիդեոները, ձեզ հետ էի ես, Անժելան, կհանդիպենք